Տիկին Վարդանյան, օրվա զարգացումներին հետևել եք վաղ առավոտից, ինչպիսին է գնահատականը, արդյոք հեղաշրջում էր պլանավորված, այդ պլանը դուք տեսել եք, որպես ընդդիմադիր, զարմացրել է ձեզ եւ ընդհանրապես այս գործընթացին ինչ գնահատական կտաք։ Գործընթացին այլ գնահատական, քան բռնաճնշումների նոր ավելի անթակույց ալիք, քան երբևէ եղել է սրանից առաջ, չեմ կարող տալ, եւ դա ուղղակի քաղաքական գործի գնահատական չի ընդդիմադիր, դա տրամաբանական գնահատականն է, որովհետեւ ես ուզում եմ շատ ռացիոնալ եւ այսպես պարզ մտքով մոտենալ տեղի ունեցածին։ Երեք իշխանական կայքը, պաշտոնական իշխանական ուժի պաշտոնական կայքը հրապարակել է մի պլան, այսպես ասած, մի փաստաթուղթ, որի հիման վրա այսօր 16 անձ ձերբակալվել է, հիմա կալանքի միջնորդություն է ներկայացված։ Այսօր քննչականը այդ նույն իշխանությանը ծառայող գնացել է խոզարկություններ իրականացրել, այդ նույն փաստաթուղթը հրապարակել է, պարզվել է, որ դա 24 թվի ծրագիր է։ Իսկ իշխանականները առավոտվանից, երեկվանից պնդում են, որ իրենք կանխում են զինված ահաբեկչությունը, հեղաշրջումը։ Հիմա կանխում են, թե 24 թվականի ինչ-որ ծրագիր է, որը չի իրականացել։ Այդ ծրագրի իսկության մասին եմ ուզում հասկանալ։ 24 թվականից կազմվել է այդ ժամանակ, բայց այնպես չի, որ 24-ից Այդ ոնց է, այդ որտեղ է երևում են հստակ ժամանակներում, որ 24 օգոստոսին ինչ պիտի տեղի ունենար, ըստ այդ ծրագրի 24 սեպտեմբերին ինչ պիտի տեղի ունենար։ Վարդանյան, եթե սուտ էր, հա, կեղծ էր իշխանական Civic-ի տարածած պլանը, ինչու չհերքեցիք պաշտոնապես։ Իսկ եթե ես հիմա ասեմ, որ իրենք, չգիտեմ, այսինքն կաղնու ծառեն, չհերքեն, ուրեմն իմ ասածը ճշմարտություն է, Civic լրատվականը որևէ կաշկանդում չունի, որևէ մեկից նկատմամբ օրը ինչքան ուզի, այնքան կեղծիք տարածելու։ Հիմա արդյոք կարող է այդ մարդը, եթե տրարական կարող է անգամ ժամանակ չունենալ հետևել այդ կեղծիքներին ու առավել եւս որոշի, որ դրանից որևէ մեկին չի արձագանքում, դա ուրեմն ճշմարտություն է, այդ արդարադատությունն է, այսինքն եթե Civic-ը հրապարակել է, դա արդեն դատարանի որոշում է, դրանով պիտի առաջնորդվենք, ես այդ հարցն եմ տալիս եւ երկրորդը պայմանական, եթե այդ պլանում Վարդան Մամիկոնյանի անունը լիներ, ինչ պիտի անեին ըստ ձեզ։ Արտաշիրիմում երևի իսկապես չգիտեմ, բայց լավ երկրորդը գալիս են գնացել են այսօր խուզարկել են, ահասարսուր նկարներ տարածեցին, զենքեր, փամփուշտներ, սայլուտ, պուլտով մեքենա։ Հիմա պարզվում է իրանց տարածած նկարներից, որ լիցենզիա ունեն այդ զենքերը, փամփուշտներն էլ կրակված են։ Հիմա այս հարցը առաջանում, բա իմ մարդկանց, եթե գնացել են օրինական զենքը նկարել են որսորդական, մարդկանց մեքենաներ ինչի չեն նկարել։ Օրինակ, եթե հիմա գան մեր բնակարան, մի քանի տոննա արմատուրա կգտնեն, որովհետև շինարարություն են կանում։ Հիմա ինչ, ես ահաբեկչության մեջ պիտի մեղադրվեմ այդ արմատուրաների պատճառով։ Իսկ հացի դանակը ահաբեկչական գործիք է, թե ահաբեկչական գործիք չի։ Սուր մկրատը ահաբեկչության գործիք է, թե ահաբեկչության գործիք չի։ Հիմա իմ պայուսակում էլ ես սպասում եմ, երբ մասսայական ոչնչացման զենք կգտնեն։ Դրամապանակս նկարեն, ասեն, այստեղ չեք պատկերացնի, միջուկային զենքի կոդերը կան։ Սրբազանին եւ մյուսներին, հա, այսպես ասենք, քրական գործեր հարուցելով, մեկուսացնելով, ինչ նպատակ է հետապնդում իշխանությունը ձեր կարծիքով։ Կարծում եմ նպատակն էլ այնպես չի, որ երևակայական է եւ այնպես չի, որ մտածված չէ։ Այս գործողությունները նպատակ ունեն դիմադրության ցանկացած բջիջ ոչնչացնելու, անգամ իր սաղմնային փուլում, երկրորդը վախի մթնոլորտ տարածելու։ Ի վերջո, տեսեք էլի, եթե իրենք ինչ ուղերձ են հղում, եթե վեհապարի նկատմամբ կարող են խոսել են բառապաշարով, որով խոսում են, սրբազաններին կարող են ասել այնինչ ասում են, եթե կարող են մի սրբազանին կալանավորել անհիմն, սրանով ուղերձ են հղում հասարակության մյուս անդամներին, որ ձեր հետ ինչ կկատարվի, եթե քաղաքականությամբ զբաղվեք։ Սա է ուղերձը, վախի մթնոլորտի տարածումը եւ հասարակության լայն շերտերին քաղաքական գործընթացներից հեռու պահելը։ Վարդանյան, ոչ միայն այդ ձեր նշած գործողությունների պլանն էր Civic-ի հրապարակած, այսօր շատ մանրակրկիտ էր քննչական կոմիտեն նաև նկարագրում դեպքերը, թե ինչպես պետք է հաջորդեն միմյանց, նաև ձայնագրություններում քննչական կոմիտեի տարածած լսվում է, միտեղ հիշատակվում է նաև ձեր խմբակցության անդամ Լևոն Քոչարյանի անունը։ Ինչ կապ ունի ձեր խմբակցությունը այս ամենի հետ։ Իսկ ես հիմա ոնց պիտի մեկնաբանեմ քննչական կոմիտեի տարածած ձայնագրությունը, այսինքն պիտի մեկնաբանեմ ելնելով, որ դա իրականություն է, իսկ մենք որևէ հիմք ունենք այդպիսի պնդում անելու։ Այսինքն մենք կարծում ենք, որ այս քննչական կոմիտեն որևէ կաշկանդում ուներ ձայնագրություն կեղծելու, մոնտաժելու, կտրել իրար կպցնելու։
Փաստաբանները հայտարարեցին, չէ՞ որ դա ակնհայտորեն մոնտաժված ու իրականությունը չարտահայտող լավ, իսկ որ իշխանությունն է հերքում, որը ամեն ցույցի ժամանակ երբ որ մարդիկ հավաքում են, այսպես արսարսուր հաղորդագրություն է տարածում, որ ընդդիմությունը պատրաստում է ինչ որ զինված գործողությունների եւ արդյունքում միակ կողմը, որ կրակում է մարդկանց վրա իշխանությունն է լինում, մենք այս իշխանություններին ես պիտի հարցնեմ, հավատալու հիմք ունենք, այս իշխանություններին հավատալու հիմք ունենք։ Նիկոլ Փաշինյանը արդեն էլ չի զանգում կամ SMS-ել չի գրում։ Աժ ամբիոնից ու ստատուսներով տալիս է հրամանները, այդ հրամանները իրագործում է քննչական կոմիտեն։ Հիմա լուրջ դեմքով մեկնաբանել այդ բոլոր կեղծիքները, չգիտեմ, մոնտաժված կամ կտրտած ձայնագրությունները ու դրանց հիման վրա եզրահանգումներ անել, ոնց կարող եմ ես։ Սիմոնյանը քիչ առաջ ասել է, որ սա ակնհայտ տերորիստական ակտի նախապատրաստում է եւ սա նոր հոկտեմբերի 27-ից փրկվելու դեպք է։ Ոնց, ինչ կապ ունի, ինչ տերորիստ, ինչ են գտել Քննչական կոմիտեի ռելիզի հիման վրա է ամենայն հավանականությունը։ Լավ, բարձր չէ, ինչ պիտի ասեն, այսինքն լավ, իրենք բնականաբար ահու սարսափ տարածելու միտում ունեն, հիմա բոլոր ԿՊԱ-ականները լծված են այդ գործին։ Հիմա ես ասում եմ ձեր երկուսի նկատմամբ էլ կարող են ինչ որ փաստաթուղթ գտնել, դրա հիման վրա գալ ասել, որ դուք ահաբեկիչներ եք։ Ես հարցնում եմ, դե լավ, հիմքը ո՞րն է, արդեն բանն է իրականացում, CVK-ն է մեր արդարադատական համակարգը դարձել։ Դուք նկատեք, ցանկացած ռելիզ, որը քննչական կոմիտեն տարածում է, եթե դա քաղաքական չէ, միշտ տակը կա։ Անձը համարվում է անմեղ, քանի դեռ մեղքը ապացուցված չէ եւ անմեղության կանխավարկածի մասին հղում։ Այդ անմեղության կանխավարկածը ինչ եղավ։ Այդ անմեղության արդեն Facebook-ում մենք որոշում ենք ով է ահաբեկիչ, ով չէ։ Ես եմ հարցնում ընդհանրապես։ Տիկին Վարդանյան ձայնագրությունում նաև շատ աղմկահարույց այսպիսի մի արտահայտություն կար, ասում է երկու հոգու պատի տակ գյուլենք, սաղ վերջանա, ընտանիքին փոխհատուցում տանք, մի բան էլ ուրախ կլինեն։ Դուք ինչ կարծիք ունեք սրա մասին։ Ախր ով է ասում ճիշտ են այդ ձայնագրությունները թե չէ։ Ես կարող եմ որ չստացվի հարցից խուսափում եմ։ Դեմ եմ մարդկանց գնդակարությանը, որևէ ֆիզիկական վնաս պատճառելուն, որևէ գործողությանը, որը կարող է հասարակության, այսինքն վնաս պատճառել։ Եթե սա է իմ դիրքորոշումն է հետաքրքիր, ինչպես եմ ես վերաբերում բռնությանը։ Ես հարցնում եմ, մենք խոսում ենք Բաքրատ Սրբազանի մասին, ով լեփ-լեցուն հրապարակի պայմաններում Հայաստանում 7 տարի ցույցեր են տեղի ունեցել։ Մի մեքենա չի վնասվել։ Մենք հիմա այդ ուժերին մեղադրում ենք ինչի մեջ ահաբեկչություն նախապատրաստելու, այդ նախապատրաստում էին կանեին, որևէ հակաօրինական գործողություն էին նախապատրաստում, ակտիվ ցույցերի փուլում կանեին։ Ո՞րն էր խնդիրը, ինչն էր խնդիրը, այսինքն պիտի սպասեին Civic-ը հրապարակեր նոր անեին։ Այս ընդդիմադիր ուժերը բոլորը, եթե հիմա Սրբազանի մասին է կոնկրետ խոսքը, Սրբազանը ամենամեծ ջատակովն է եղել խաղաղ անհնազանդության ակցիաներին ու որևէ ապօրինի գործողություն չի արել, երբ որ լեփ-լեցուն են եղել հրապարակները։ Ես հարցնում եմ, մոտիվը ո՞րը պիտի լինի, որևէ գնդակահարելու մարդկանց կամ չգիտեմ այլ գործողություն իրականացնելու, լավ, ինչն է դրա մոտիվը, էլի։ Այդ եմ ուզում, տրամաբանությունը ո՞րն է։ Խաղաղ ճանապարհով սահմանադրական իրավունքով իշխանափոխության չհասնելու եւ դրա հակասահմանադրական քայլեր ձեռնարկելու։ Դե քննչական կոմիտեն շատ բան կարող է պնդել, էլի եմ ասում։ Քննչական կոմիտեին ինչ կա, Նիկոլ Փաշինյանը ասել է, քննչական կոմիտեն պնդում է, բայց այս դեպքը մենք պիտի հասկանանք, հաջորդ վաղը կարող է ձեր մասին ինչ-որ բան պնդել, իմ մասին պնդել։ Ինչու ենք մենք հիմա այստեղ կանգնած, որովհետև դատապարտելի է այդպիսի գործելավոճը, դատապարտելի է անմեղության կանխավարկած հաշվի չառնելը եւ քաղաքական պատվեր կատարելը։ Դե չէ քննչական կոմիտեին ինչ կա, ինչ Նիկոլ Փաշինյանը ուզենա կպնդի։ Հայտարարում եք, որ ունեք գործողությունների պլան իշխանափոխության հասնելու, դա բացառապես խաղաղ ճանապարհով էր, չէ՞ այդ պլանը։ Մեր գործողությունների պլանը ինչպիսին է, ապա իմ խոսքերից ավելի շատ ապացուցում է մեր գործողությունները։ Ես էլի եմ կրկնում, Հայաստանում 2020-ից ի վեր 5 տարի տեղի են ունեցել զանգվածային ընդդիմադիր շարժումներ, ու այդտեղ մարդկանց վրա կրակողը, մարդկանց ֆիզիկական վնաս պատճառողը ընդդիմությունը չի եղել։ Իշխանությունն է եղել, նռնակներ նետողը, որի արդյունքում նաև թև է կտրվել, մարդիկ վնասվածքներ են ստացել, ընդդիմությունը չի եղել հասարակական կարգը խախտողը, չնայած դրա մասին եղել են հայտարարություններ։ Այսինքն մեր ինչին ենք հավատում եւ ինչպես ենք տեսնում ճանապարհը, մեր գործողություններում է արտահայտված։ Մենք տեսնում ենք բացառապես հանրային ուժերի մոբիլիզացիայով եւ հանրային կամքի դրսեւորմամբ, մարդկանց գնդակահարությամբ չենք տեսնում։ Տիկին Վարդանյան, դուք ձեր էջում տարածել եք այն լուսանկարը, որը հրապարակվել էր, հա, զենքերի զինամթերքների եւ հատկապես ուշադրությունը սևեռել էիք հանրության կրակված դատարկ փամփուշտների
վրա եւ լիցենզիան թույլտվությունների վրա զենքերի հոյդա անդամների տներից ինչեր են արգրավել, դուք ինչ ինֆորմացիաներ ունեք եւ մեր տեղեկություններով օրինակ Միհրամ Մաղսուդյանենց տնից տարել են Վայլբերիսով երեխայի համար 5000 դրամով պատվիրված դրոններից մեկը, այս զենքերով ինչեր հնարավոր անել, որը հրապարակվել։ Դե մենք նկարներում տեսանք օրինակ սալյուտի նկարներ։ Հիմա դրանով ինչ ահաբեկչություններ հնարավոր անել, թողնենք Ալեն Սիմոնյանից երևակայությանը, բայց հարցը հենց այստեղ է, այսինքն մտել են, չգիտեմ ում տնից ինչ են տարել, չեմ էլ կարող ասել, ես չեմ իրականացրել խոզարկությունը, բայց մտել են ազատամարտիկի տուն ու նկարել են, դրել են օրինակ զրահաբաճկոնը։ Ինչ պիտի տանեին, ազատամարտիկի տանը ինչ, զինվորական հագուստ պիտի չլիներ, զրահաբաճկոն պիտի չլիներ, մտել են մարդկանց տուն, նկարել են որսորդական հրացանները լիցենզիայով։ Դա նույնն է, ոնց որ նկարեին մեքենան եւ վարորդական իրավունքը, ու ասեին սա ահաբեկչության զենք ենք հայտնաբերել։ Բա դա ինչու չեն անում։ Ես էլի եմ կրկնում, քիչ առաջ էլ ասացի, գան մեր տուն, կգտնեն մի տոննայի չէ արմատուրա, որտեղ շինարարություն ենք իրականացնում։ Ես ինչ եմ դավանում։ Դա ձևանմուշներն է, կարող է դա էլ գտնեն, ես չգիտեմ, ամրակներ կան այնտեղ, չգիտեմ, շինարարական նյութեր կան, ցեմենտ կա, պատկերացնում եք ինչ էր կարելի անել, այսինքն ցեմենտ կա։ Հիմա էս է հարցը, որ ում տնից ինչ են գտել, չգիտեմ, բայց այդ նկարներում չհասկացա ճիշտ ասած որն էր խնդիրը, եւ հա դրա վրա էլ ուշադրություն է հրավիրել, որ մեկը կբացատրի, որ տենց նկարել գցել են, որսորդական զենքը լիցենզիայով ու կրակված փամփուշտներով ի՞նչն է տեղ խնդիրը։ Սալյուտը երեխաների բանի այդ արկղի մեջ դրած խաղալիքների որևէ մեկը հիմա բանեմ ում հարցը ուղղում եմ հասարակությանը դուք նոր տարուն սալյուտ կրակողներ ահաբեկիչներ եք քանի մարդ է ձեզնից նոր տարուն սալյուտ կրակել պատկերացնեք նոր տարվա 2 ժամ առաջ մտնեին ձեր տուն ու ձեզ մեղադրեին ահաբեկչության մեջ այս է ամբողջ հարցը այսինքն եթե այսքան ողբալի վիճակ չլիներ այս ամենը իսկապես շատ ծիծաղալի կլիներ Ալեն Սիմոնյանը հանրայինի եթերում հոկտեմբերի 27-ի հետ է համեմատում այս գործողությունները նոր նշեցին չհասկացա համեմատություն Գիտեք ինչ, հասկանում եմ ուր են տանում եւ ինչ են ուզում ասել, բայց այնքան փնթի են այս ամեն ինչն էլ կարել, որ մի քիչ ծիծաղ է էլի առաջացնում։ Հոկտեմբերի 27-ի շահառունել են իրենք թիմակիցներն են ամբիոնի նստած, այսինքն հիմա Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք ինչ եղել է Նիկոլ Փաշինյանն է իրականացրել։ Հոկտեմբերի 27-ի Վազգեն Սարգսյանի եղբայրը նշանակվել է բարձր պաշտոնի այդ սպանությունը բացահայտելու համար։ Եթե ոչինչ էլ չի բացահայտվել, ես եմ առաջին շահառուներից մեկը 7 տարի է իշխանության ում վրա են մունատ գալի որ հոկտեմբերի 27-ը բացառվում իրենց հետ է կապում ասում եք հիմա ինչ լինի իրենց իշխանությունն է մեղավոր ինչ Ես հարցնում եմ ում վրա են մունատ գալիս որ հոկտեմբերի 27-ը չի բացահայտվում քնչականն էլ է իրենցը դատախազությունն էլ է իրենցը ամբողջական իշխանությունն էլ է 7 տարի իրենցը ում վրա են մունատ գալիս որ հոկտեմբերի 27-ը չի բացահայտվում Շնորհակալություն